կիսամյակային մեր ցուցանիշներն արդեն ամփոփվել են եւ ամփոփումների բանաձևն ու ձևաչափն էլ ձեզ հայտնի է հրամանով սահմանված։ Այս տարի մի փոփոխություն ենք արել, կիսամյակով գնահատել ենք նաեւ գազորների զինվորական դատախազությունների աշխատանքը։ Սրա հետ կապված նախ ուզում եմ նշել, որ կրկին Սյունիքի մարզի դատախազությունը բոլոր ցուցանիշներով գերազանցել է մեր մյուս ստորաբաժանումների աշխատանքը, շնորհավորում եմ ու շնորհակալ եմ, եւ հավասարաչափ երկրորդ եւ երրորդ տեղերը նույն ցուցանիշներով կիսել են Լոռու եւ Արարատի մարզի դատախազությունները։ Կազորների մասով մեզ մոտ առաջին տեղը Տավուշի կազորի զինվորական դատախազությունն է, երկրորդը Գեղարքունիքը եւ երրորդը Սիսիանի կազորը։ Վերջի 6 ամսվա համար խնդրել էի նաեւ որպեսի ամփոփեին, թե մենք ինչ կիսամյակային ցուցանիշներ ունենք, որովհետև վստահ եմ բոլորդ կառավարության նիստը նայել եք եւ գիտեք, որ հաջորդ 5 տարիների համար ապօրինի գույքով, ոչ միայն ապօրինի գույքի վարչության գործառույթներով, այլև մեր բոլոր պետական շահեր, դատախազական ներգործության միջոցներ, քրեական վարույթներ ակնկալիք կա 2 միլիարդ ամերիկյան դոլարի վերականգնում հանրագումարով եւ առյուծի բաժին այս պատասխանատվության մերն է, ինչը նշանակում է, որ մենք իհարկե գործիքակազմն ավելի լավն է, քան սկսել էինք 2 տարի կամ 3 տարի առաջ, գոնե պետշահերով ակնհայտ է, ապօրինիով հայցեր ունենք, 18 թվականից մինչև 26 թվականի առաջին կիսամյակ։ Ուրեմն մեր 4 գործառույթներով, քրեական վարույթներով, դատարաններում ավարտված գործերով, պետական համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցներով եւ 23 թվականից նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում ընդհանուր վերադարձված գույքի եւ դրամական միջոցի հանրագումարը 304 միլիարդ 182 միլիոն դրամ է, շուրջ 833 միլիոն դոլարի գույք եւ դրամական միջոց, որից 67.5%-ը կամ շուրջ 205 միլիարդ 450 միլիոնը, եթե դա էլ վերածենք դոլարի դառնում է 562 միլիոն դոլար, 23 թվականի հունվարի 1-ից մինչ 26 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում։ Սա իհարկե տպավորիչ ցուցանիշ է եւ բնականաբար շատ շնորհակալ եմ այս աշխատանքի համար, բայց մենք արդեն ունենք ավելի ընդգրկուն գործիքակազմ ու ակնկալում եմ, որ ավելի մեծ տեմպով կշարունակենք, խոսքս հատկապես վերաբերում է մարզերին եւ Երևան քաղաքի վարչական շրջաններին, որովհետեւ այո, վարչությունները մեծ ծավալի հայցեր են տանում, մեծ ծավալի գույքեր են վիճարկում դատարանում, բայց այն ինչ անում եք դուք, ուղղակիորեն առնչվում է համայնքի բնակչին, շատ ուղիղ։ Փոքր այգին կարող շատ ավելի մեծ էֆեկտ ունենա, քան մի ամբողջ հայց։ Երբ որ մարդը իր բնակարանի կողքի այգին տեսնում է, որ վերադարձվում է համայնքին ու բարեկարգվում է, դա այդ մարդու համար ավելի շոշափելի է։ Մարզերը այս առումով դի խնդրեմ շատ ուշադիր լինեն։ Ունենալու են ստա հասկանալի համար ավելի հասկանալի լեզվով, եթե հաղորդումը չլինի պատշաճ։ Մերին կարողանան ուժային յուրաքանչյուրի աշխատանքը գնահատել ըստ կանից հետոն պատկերներ չէ համարում շարժվում եք այդ ամենը պետք է համակարգել դրամար այս առումով ղեկավարների խնդրումն է շատ ու այդ հարցը կփակի տվյալները որևէ այդտեղ չի հայտնվելու որևէ տարբեր ներառել են վիճակագրության էլեկտրոնային համակարգով, որ դատականություն առաջարկանի դատանում վերաքննիչ ու վճռապետ փողոցների բաժին։ Այս ամենը տարբերակներով նշելու ենք այս ընդունվել են եւ աշխատանքային ստաժ ու ուներ համակարգը, որպեսզի ընթացքում այնպես են հեշտացել, որպեսզի լրացնելու շատ բան չլինի, այսինքն